Մրամռնի անգուսի միլանյան սրունք։ Սա իմ երբևիցե պատրաստած ամենահամեղ ուտեստն է։ Ստացվում է նուրբ եւ շատ փափուկ։ Հիմա կասեմ, թե ոնց պատրաստել հենց այսպես։ Բոլոր մթերքները վերցրել եմ Prime Store-ից։ Եվ ամենակարևոր բաղադրիչը միլանյան սրունքն է։ Եվ խանութում ներկայացված է մրամռնի անգուսի մսի տարբեր տեսականի։ Տապակեցինք սրունքը մի քանի րոպե բոլոր կողմերից։ Այնուհետև ավելացրեցինք աղ եւ եկավ ամենակարևոր պահը՝ ավելացնում ենք 4 դառը կարմիր գինի։ Փակում ենք այսպես եւ թողնում մինչեւ գինին գոլորշիանա։ Դնում ենք հատուկ ջեռոցի տոպրակի մեջ եւ ուղարկում ջեռոց։ Բրնձով փլավը յուրահատուկ ձև ենք պատրաստելու։ Շոկովի սառեցված բանջարեղենը նույնպես վերցրել եմ Prime Store-ից։ Ինչպես նաեւ ունեն սառեցված մրգերի լայն տեսական։ Բոլոր մթերքները միացնում ենք իրար եւ ուղարկում ջեռոց։ Սոուսի համար տապակված մսի մնացորդը գինյան խառը ավելացնում ենք կացայի մեջ ալյուր կամ օսլա եւ պատրաստ է։ Ջեռոցից հանում ենք բանջարեղենը, ավելացնում եգիպտացորեն եւ լոլիկի շիշ։ Հայտից մատուցման ապսեի վրա դնում ենք լավաշ, բրինձ եւ տապակված բանջարեղենը։ 200 աստիճանի տակ 3 ժամ եփվելուց հետո հանում ենք միլանյան սրունքը։ Ավելացնում իր հյութից, մասնատում բաժինների եւ համտեսում։ Այս ուտեստը կարող եք պատրաստել ամանորին, այն շատ համեղ է։ Կիսում ենք բաղադրատոմսով եւ պատրաստում։